օբյեկտային մոդելի զուգահեռացում և հիշվելու հատկություն։ Այդ բառը շատ դժվար էր հայերեն ձևով ձևակերպել որպես վերնագիր, դրա համար մեկը մեկի վերստացա որպես persistence, այսինքն սա ավելի ուրիշ միտք է կատեգորիալ տեսակետից, փիլիսոփայության տեսակետից, քան հիշվելու հատկությունը, համարժեք բառը ես չեմ գտել։ Հիմա զուգահեռացումը շատ պարզ, շատ հասկանալի, պարզ բացատրելի ուղղություն է, օբյեկտային մոդելը, որպեսզի կարողանա շատ հաշվառ կանի, ասում է ինձ զուգահեռացրեք, եթե դժվար չի։ Խնդրենք, զուգահեռացնենք։ Եվ զուգահեռացման մեր բոլոր գիտելիքները, որ պրակտիկայից է գալիս, այսինքն մենք պրակտիկայում ունենք արդեն կիրառություն, C#.net-ում trade-ներն են, asynchron wait-ն է, delegate-ները նույնիսկ, կամ ասենք task parallel-ի կլասներով եւ այլն։ Զուգահեռությունը անհրաժեշտություն է եւ արագ մենք փորձենք։ Եթե խնդիրը մի պրոցեսորից ուժեղ է, պրոցեսորը CPU-ն է։ Մենք բազմապրոցեսորային ենք ստեղծում, հենց իմ մոտ եւ այս համակարգիչը 8 հատ պրոցեսոր ունի եւ զարգացած տեսակետից է։ Այսինքն զուգահեռացման համար ոնց որ 8 ձիգ հաշի, այդպեսով։ Հիմա 12 կա 24, ավելի։ Այդ պրոցեսորները պայմանավորվել ենք ծրագիրը ինչ որ անուն տանք, process, այսինքն բան կատարվելու միջոց ծրագրային ձևով RAM-ում գտնվելով CPU-ի պրոցեսորի ղեկավարման տակ։ Պրոցեսը պրոցեսորի հետ բացարձակ կապ չունի։ Պրոցեսը պայմանավորում ենք զուգահեռ ծրագրավորման մի հատ կատեգորիա վերցնում, սահմանում վերցնում, կոչվում է trade, հոսք։ Կատարման միավոր ենք ստեղծում եւ փորձում ենք աշխատել։ Եթե դուք մեկ պրոցեսորով եք կատարում զուգահեռացում, մեկա թույլատրվում է, դանդաղագործ սարքեր են լինում, դանդաղագործ սարքը, ենթադրենք ինքը դանդաղագործ սարքը դանդաղ է աշխատում, վերցնենք ենթադրենք RAM, CPU, ուղղակի հիշում ենք սա, ծրագիրը պարզ է գտնվում application RAM-ում, եւ ունենք սենց մի հատ ընդհանուր շինա եւ ստեղ արտաքին սարքեր։ Եթե մի հատ պրոցեսոր է, ոչ մի խնդիր, թող մի հատ լինի։ Ծրագրերը կարող են 1, 2, 3 զուգահեռ ուզեն աշխատել։ Եթե պրոցեսորը գտնվում է պարապուրտի ընթացքում print է գնում, display-ից հետո գնում է ենթադրենք գրիչի աշխատանքը, ձայնագրությունն է, ասենք եթե սրանքը IO անվանենք, input-output սիստեմա, եթե արտաքին սարքերը դանդաղագործ են 1,000,000%, 100-ը բառան միլիոն, ապա պարապուրտի այս պրոցեսորին, նույնիսկ մեկ պրոցեսորի դեպքում ես իմ այս ծրագիրը կբաժանեմ պրոցեսի կամ կբաժանեմ trade-ների, trade 1, trade 2, trade 3, այս trade 1, 2, 3-ը անընդհատ կտա print եւ կաշխատի հաջորդ ծրագիրը էլի պրոցեսոր։ Մյուսը մի ուրիշ գործողություն մուտք էլ կանի, ասենք ինտերնետով բան կուղարկի, մեզ մոտ կառաջանա ենթադրաբար երրորդը, այս trade երրորդը, էլի կդիմի այս պրոցեսորին։ Մի պրոցեսորով զուգահեռություն գոյություն ունի, եթե տեխնիկապես խնդիրը այդպիսին է։ Եթե բոլոր ծրագրերը միայն 100% այս CPU-ին են ուզում աշխատացնել, այստեղ զուգահեռությունը վնաս է նույնիսկ այդ առումով նայենք։ Այսքանը։ Մեկ պրոցեսորով սահմանել ենք, դա իմիտացիա է, մեկ պրոցեսորով բանը զուգահեռացումը իմիտացիա են առումով, որ մեկա մի հատ պրոցեսոր է, բայց խնդրից ելնելով մենք կարողանում ենք դրան աշխատացնել։ Զուգահեռացման ապարատային տեխնոլոգիաներում այդպիսի բան կա, այսինքն CPU-ի մեջ կա այդպիսի զուգահեռացում, հրամանները կոնվեյերների կամ եւ այլն, ոնց որ գործարաններում կոնվեյեր են սարքում, եւ ունի թեթև ծանր զուգահեռություն կարևոր չի, կարևորը որ զուգահեռություն կա, trade կա հենց պրոցեսորի մեջ։ Զուգահեռություն կա նաեւ օպերացիոն համակարգի մեջ, երկու տարբեր ծրագրեր ինքը զուգահեռացնում է։ Պարզ է, եթե ես զուգահեռություն անում եմ նաև իմ ծրագրի սահմաններում, դա շատ ավելի հետաքրքիր է, բայց այդտեղ կա շատ լուրջ բան։
Զուգահեռացումը որպես օբյեկտային մոդելի կիրառություն, վերջը մենք ծրագրավորումից ենք գալիս այստեղ, եթե նույն array-ին, վեկտորին դիմում են մի քանի ծրագրային հատվածներ զուգահեռաբար, ապա կոնֆլիկտ է առաջանում։ Պետք է մեկին դադարացնել, բլոկ դնել, անցել ենք լոգ, բլոկ, մոնիտոր, սեմաֆոր կամ գիսին ոնց է կոչվում, սվետաֆոր չի, եւ այլն։ Այսինքն մուտեքսներ կան, իսկապես շատ լավ, անուններ ուղղակի տվեցի։ Ուրեմն սինխրոնիզացիայի կարիք ալնում։ Պատասխանում է ծրագիրը, բայց իրականացվողը այդպիսի գործողություններ։ Պարզ է, որ օբյեկտ-օրիենտի զուգահեռացումը կարող են որոշ կատեգորիաներ խոսել։ Մի լեզվում կա, մի լեզվում լավ կա, մի լեզվում չկա, մեկ էլ ինչ-որ մի դասախոս հիմնան չի իմանում ինչ կա, մի որևէ տեղ, բլոկերով կա, միասին անցել ենք, կա, լոկ ենք արել։ Ակտիվ տուպիկներ, տեղյակ չեմ սա ինչ է։ Պրոցեսների կախվելը, գիտեմ ինչ է, երբ որ պրոցեսը կախվում է, վտանգավոր է, բայց մենք դա չենք օգտագործել, իրարամերժ հարցել անցել ենք, այսինքն այդպիսի բան event-ներով ենք մենք ոնց որ կարողացել աշխատել, պրոցեսների կոնկուրենցիան իսկապես գաղափար է եւ այլն, այսինքն այստեղ կա զուգահեռացման պրակտիկայից բերցրած կատեգորիաներ, որ ասենք կոնկրետ, եթե մենք ենք .NET-ով կոնկրետ անցել, որոշ բաներ մենք չենք էլ քննարկել, բայց իրանք փիլիսոփայությամբ կամ կատեգորիալ անունով վերջը գոյություն ունեն։ Ուրեմն զուգահեռ ծրագրավորում օբյեկտային համակարգերում խիստ չեն տարբերում ոչ օբյեկտայինից, իսկապես զուգահեռացումը օբյեկտայինություն այդքան չի պահանջում։ Տեղաբաշխվածությունը լավ բան է, մի ծրագրի մի մասը մի կոմպում արվում, մի մասը մյուս կոմպում արվում, մի մասը սոտովի է վրա անում կամ բջջայինի վրա, մի մասը սերվերի վրա եւ այլն, ինչևից է։ Բայց այդտեղ պետք է հիշել լավ բան, զուգահեռացումը օբյեկտային համակարգերում, ինչպեսին օբյեկտ-օրիենտիդն է, օբյեկտային համակարգ օբյեկտ-օրիենտիդը շատ թեթև է օգնում զուգահեռացման լինելու, այնքան որ ինկապսուլյացիա անում կլասներ երջխանգար են։ Ուրիշ գործիքակազմը open այստեղ չի տալի, բայց զուգահեռացում կատեգորիան ինքը շատ է սիրում։ Գուցե զարգացում նեյրոնային ցանցերում նոր էֆեկտի կբերի, մի այլ դասախոս ավելի լավ կպատմի։ Օբյեկտային մոդելիզացիայի ժամանակ հիմնականում abstraction մեզնից կվերցնի OOP-ից կամ օբյեկտային մոդելից, իսկ սինխրոնիզացիան կվերցնի, ենթադրենք, ֆունկցիոնալ տեսակետից, որը որ տարածված, այսինքն ոչ օբյեկտայիններն են հանգիստ սինխրոնիզացվում իրենց ֆունկցիոնալ տեսակետից, մի ֆունկցիա մյուսին սինխրոնացնում է, որսի տվյալին ճիշտ դիմի։ Ինչևից է, ուրեմն ամփոփելով կարող ենք ասել, որ օբյեկտային մոդելում զուգահեռացումը իսկապես տեղ է գրավում, թեթևացնում է նրա հնարավորությունները, այսինքն առարկական տեսակետից պարտականություն է կատարում։ Հաջորդ գաղափարը, որ էլ գալիս է սովորական ծրագրավորումից, հիշվելու հատկություն հիրոգլիֆներից միջև ենթադրենք, միջև հիմա քարերի վրա տպելուց հիշողություն են, քարերն են հիշողություն, persistent հիշվելու հատկությունը մեծ տեղ է գրավում, կա RAM, որը որ հենց հիմա ծրագրային համակարգի տվյալներն է պահում, ուղղակի դասը IT-ից, որը կարելի է նույնիսկ շատ չխորանալ ստեղ։ Կարող է տվյալը երկար գոյատևի, դա hard disk է գնում, կարող է կարճ գոյատևի, դա RAM-ում է մնում, կարող եք ընդհանրապես տվյալների կուտակիչ լինել, տանել, այս այլ է, տվյալների բազան, persistent-ությունը, այսինքն ծրագրի պահպանվելու մի քանի կատեգորիաներից մեկը դա է։ Ծրագրի պահպանվելու ժամանակավոր տեղերից մեկը օրինակ քեշի օգտագործումն է, որը որ դուք քեշավորում եք ժամանակավոր մի տեղ պահելու համար։ Ինչևից է, տվյալների բազայի հետ աշխատելը շատ կարևոր տեղ է գրավում, առավել ևս տվյալների բազան բոլոր լեզուներում, բոլոր խնդիրներում տվյալների բազան շատ մեծ տեղ է գրավում, այսինքն persistent-ը, որ արդեն database է գնում, մեծ տեղ է գրավում, եթե մեր դասերի տեսակետից նայենք C#.NET-ի, ապա բազաները մեզնից անկախ են, լավ է, շնորհակալություն, link ունենք, language integrate query ունենք, որոնք հայցերի հրամանները հասել են C#.NET, մյուս լեզուները որքան գիտեմ չունեն, ինքը ունի իր ակտիվ
օբյեկտներով աշխատելու տեխնոլոգիան ադոներ, բայց հիմա այս վերջի երկար ժամանակում աբստրակցիան այնքան մեծացրեցինք եւ այդպիսի լաբորատորներ անում ենք հաստատ, կայքում էլ կա entity հետ կապված, entity-ն շակմա սուշնս, էություն։ Այսինքն ավելի աբստրակցիան բարձրացնել, գաղափարացնել, հո ես ուզում եմ բազա հետ կապնվել։ Ինչ բազա, կարևոր չի։ Oracle-ը, SQL-ը, Access-ը, կարևոր չի, չէ անձնական է։ Ահա մենք entity-ով database-երի հետ աշխատում ենք։ Ֆայլերն էլ են հաստատ persistent տալիս, ֆայլերում պահելն էլ է շատ կարևոր եւ դա կա եւ .NET-ի input-output-ում մենք անցնում ենք, բայց ֆայլերում պահելը որպես տվյալների բազա հարմար չի, ռելացիոն մանավանդ տվյալների բազայից, բայց ֆայլերում պահելու տեխնոլոգիան persistent բառի հետ կապված է իր սերիալիզացիայով։ Այո, object-oriented, integer A, bool B, հազարավոր տվյալներ, տվյալների մաս, հատ փորձել գրել օբյեկտի տվյալները շատ ավելի ծանր է, քան սերիալիզացնել։ C#.NET-ում ատրիբուտներով էլ կարող եք սերիալիզացնել, հոյակապ բան է, հոյակապ։ Այսինքն սերիալիզացիա մի բառ է, որ object-oriented հատվածին համընկնում է։ Այո, բանից պարզում է persistent-ը նաև ֆայլային տեղում կա եւ object-oriented-ը այստեղ ինքը կարողանում է իր տեսնել իր առաքելությունը։ Այսպիսով, կարդանք ինչ ենք սահմանումը վերջացնենք եւ այս թեթև մասը, քանի որ պրակտիկայից շատ լավ գիտենք, մեզ համարյա ոչինչ ֆիլոսոֆիայի տեսակետից ինչ որ բան չի ավելացնելու։ Այսով հաշվելու հատկությունը դա հնարավորությունը եւ օբյեկտը գոյատևում է ժամանակի սիրուն բանա մեջ, այսինքն օբյեկտը երբ որ ժամանակի մեջ է ապրում եւ garbage collector-ը գալիս ջնջում է, փիլիսոփայություն է ստանում։ Ունենալը ավելի երկար կյանք, քան իրեն ստեղծող process-ը եւ կարող է գտնվել տարածության մեջ, այս տարածության մեջ գաղափարը persistent-ն է, այսինքն RAM-ում գտնվի, hard disk-ում գտնվի, երկար կյանք ունենա, կարճ կյանք ունենա եւ parza, եթե նույնիսկ persistent-ը իր հասցեն փոխում է ենթադրաբար, դա դեր չի սաղում, օրինակ կոմպոնենտներով, երբ որ դուք կպցնում եք կոմպոնենտներից ինքը ռեֆերենսն է բերում, չմանանա կարևորը ստեղ տարածք եւ ժամանակ Էյնշտեյնին բարև տվեց։ Այո, օբյեկտների միջոցով ես պահվելու հատկությունով երկար պահեմ, թե կարճ պահեմ, որտեղ պահեմ եւ ոնց պահեմ, տեխնոլոգիան գալիս եւ հատվում է մի այնպիսի գաղափարի հետ, որ կոչվում է persistence, այսպես, անգլերեն բառն եմ ես ասում։